Նախ ակնհայտ մոնտաժված տեսանյութ է, կներեք ձայնագրություն է, բայց կարա եւ դրա, չգիտեմ, տեսանյութներ լինի, այսօր նորից եմ կրկնում, արհեստական ինտելեկտով ցանկացած տիպի եւ ձայնագրություն, ձայնի 100%-անոց նմանություն հնարավոր է անեն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Երկրորդը Բագրատ Սրբազանին երկար տարիներ ճանաչում եմ, Բագրատ Սրբազանը երբեք զրույցների ընթացքում նման բառապաշարով հանդես չի գալիս, այդ ամբողջ բոլոր են մարդիկ, որոնք որ շփվել են Սրբազան հոր հետ, միաբերան ասում են, որ մեր հետ էլ երբեք չի եղել նման բառապաշարով, այսինքն այդ մարդը նման բառապաշար չի օգտագործում։ Եվ ի վերջո այս մարդիկ այս ամիսների ընթացքում ինչ որ սկսվել է Տավուշը հանուն հայրենիքի շարժումը, որը վերածվեց Սրբազան պայքարի, այս մարդիկ օրնի բուն, կեղծիք, լուտանք, սուտ հերյուրանքներ են տարածում։ Նախ սկսեցին նրանից, որ Սրբազան հայրը ունի իբր 2 երեխա, բանակից ազատել է, այսինքն Կրեմլից գումարներ եկել Տավուշի մարզում չենջերում ռուսական ռուբլու կուրսը այնքան ռուբլի են մտցրել, որ ռուբլի կուրսը ընկել է, էլ ասեցին, որ ինչ որ երկրների ագենտ է։ Մենք փաստաթուղթ ենք ստացել ԱԱԾ-ից, որով որ ԱԱԾ-ն հերքել է այդ ամեն ինչը։ Այսինքն այս ամիսների ընթացքում այն կեղծիքը, որ արվել է Սրբազան հոր նկատմամբ, այն ցեխը, այն լուտանքը, որ փորձել են կպցնել Սրբազանին, չի կպել, տեսել են ոչ մի բան չի կպնում։ Այդ մարդը մաքուր մարդ է, հայրենասեր մարդ է, իր ամբողջ կյանքով, նվիրումով, իր իղձերով ու ցանկություններով հայ մարդու կողքը կանգնած մարդ է։ Ես տեսել եմ ոնց է այդ մարդը 44-օրյա պատերազմի ժամանակ եկել մեզ հետ խրամատում կանգնել, չի կարելի այդքան տականք լնել։ Այս ամեն ինչը վերջանալու է մի օր։ Եվ այն մարդիկ, որոնք որ այս ամեն ինչին մաս են կազմելու, ես ասում եմ ձեզ նայելով, դուք բոլորդ պատասխան եք տալու։ Իրավապահ համակարգի գործեր կարողներ, դուք բոլորդ պատասխան եք տալու, օրենքի առջև, ձեր խղճի առջև։ Ես կրկնում եմ, նորից եմ կրկնում, հատուկ այն մարդկանց համար, որոնք որ այս ամբողջ օրվա ընթացքում այս կեղծիքը, լուտանքը, ստորությունները տարածում են, մի պահ իրենց հայելու առաջ նայեն, իրենք ինչ են արել երկրի պետության համար, ինչ ունեն արած այս երկրի պետության համար, այսօր հերոս որդի տված ծնողին են տանում, այս մարդիկ կարմիր գծեր չունեն, այս մարդիկ որևէ խղճի, բարոյականության զգացում անգամ չունեն։ Վաղուց են դատել, բայց շարունակում է այդ պրոցեսը, ու ամենաստոր ձևերով։ Դատողներից մեկն էլ հենց այսօր կալանքի միջնորդությունը Մասիս Մելքոնյանը որտեղ ա եղել, միջև դատավոր դառնալը որտեղ ա եղել։ Հանրապետություն կուսակցության անդամ էր, իսկ այսօր Հանրապետություն կուսակցության ղեկավարը այս փորձը, այսպես կոչված հեղաշրջման պլանը համատել է հոկտեմբերի 22-ին։ Քպական կուսակցության անդամները ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ցուցակում թեկնածու եղողները, նույն այդ Հանրապետություն կուսակցության կարկառու ներկայացուցիչ այսօր չաքուճը տվել են ձեռներն ասել գնացեք ինչքան ընդդիմադիր կա դատեք, թողեք որ ադրբեջանցիներն ու թուրքերը բերեն ստե վերաբնակեցնեն, այս մարդիկ մեզ խանգարում են, ասում են խանգարում են այս մարդիկ, մեզ Թուրանի ծրագրին, որը որ գնացել է եւ իր համաձայնությունն ա տվել, ամբողջ աշխարհի երեսին ասել ա որ ես մեզ Թուրանի ծրագրի մի մաս եմ կազմում, ես եմ ասել։ Ով ասել այդ բաները, ով է գնացել Էրդողանի մոտը ստորացել այդ ժպիտներով, որ հայ մարդկանց ոչնչացնում էին, էթնիկ զտում ցեղասպանություն էին իրականացնում Արցախում, ով է գնացել լայն բացած բերաններով ստորացել նրանց առաջ Էրդողանի գիրկը գրկելու նստել, այս մարդը հայտարարել է, մեծ Թուրանի ճանապարհին մենք կանգնացենք ձեր կողքին, Բոսֆոր դարդանելուց սկսած մինչև Ալթայի երկրամաս այդ ծրագիրը իրականացնելու ճանապարհին մենք ձեր դաշնակիցն ենք։ Եվ 300,000 ադրբեջանցիները, որոնք որ փորձում են գան եւ արևմտյան Ադրբեջան կոնցեպտը իրականացնել, հենց այս իշխանությունների թեթև ձեռան փալնելու։ Որևիցե մեկին չեն կարողանալու լռեցնել, ոչ մեկ իրանցից չի վախում, մենք պատվից ու հայրենիքից տանք ոչ մի բան չունենք։ Եվ ինչ որ մեկը թվում է թե այս ճղճիմ քայլերով կարա մեզ հետ պահի մեր ընթացքի չարաչար սխալվում է։
Պարոն Դանիելյան, որ ասեցիք, այսօր հնարավոր է ամեն ինչ մոնտաժել, դուք նկատի ունեք, որ ձայնը փոխված է, թե որոշակի հատվածներ մոնտաժեց եւ ձայնն էլ կարան փոխեն, տեքստն էլ կարան փոխեն, մոնտաժ էլ կարան անեն, այսօր ցանկացած մարդու խոսակցության, անգամ ձեր հարցադրումը կարող են այնպես դարձնել, որ դուք օրինակ բռնության կոչ եք անում։ Ձեր հարց, որ դուք հարց եք տալիս, կարող են այնպես սարքել, որ դուք կոչ եք։ Հա, դե միտք, լսեք, իրանցից ավելի մտքեր, վատ մտքեր ունեցող չկա, ձեզ թվում է, թե իրանք ինչ-որ մտքեր են, ես ոչ մեկին ոչ մի միտք չունեմ տալու, ես բոլորին ընդամենը մեկ բան կարող եմ ասել, եթե դուք դեպքից հարց եք տալիս, ուրեմն թույլ տվեք նաև իմ պատասխանը, եթե իմ պատասխանը ձեզ չի գոհացնում, ձեր գործն է, բայց ես ուզում եմ ասել յուրաքանչյուր մարդու, որը որ հայտնվում է նման իրավիճակում, հնարավոր է ամեն ինչ անել, ընդհանուր միջև ձայնը ուրեմն փոխելուց, այդ հատվածները կտրելուց, միացնելուց իրար հարգելի Փայլակ ջան, եւ դրանով ամբողջ ուրեմն խոսակցության իմաստն ու բովանդակությունը շեղել այլ ուղղությամբ։ Նույն այդ զենքերը որ կան, այնքան տգետ ապիկար են, որ այդ զենքերը նկարում են, ու այդ զենքերի մոտ դրվում է ուրեմն վկայականը, որով որ այդ զենքերի տերերն են, որսորդական զենք, այսօր Հայաստանի Հանրապետություն, դու կառուցողական Ալիևին նվերտվել մի հատ չի ասում խիզ մեր սրբավայրերը քանդել, սուրտա դնում կանչում, ինչա պետք է ժողովրդի որ հասկանա որ ում հետ գործ ունի։ Պարոն Դանիելյան, նայեք, այս ընթացքում նաև վերսիաներ էին տարածում, թե ով կարող էր ձայնագրությունները փոխանցել, տարբեր անուններ էին շրջանառում, դուք վարկածներ ունեք, ինչպես է հայտնվել իրավապահների ձեռքում ձայնագրությունը։ Սուրեն Պետրոսյանն էլ։ Հերքել է Սուրեն Պետրոսյանը։ Նախ կրկնում եմ, ուրեմն պաշտպանն էլ ասեց, Սերգեյ Հարությունյանն էլ ասեց, որ մարդկանց ամեղության կանխավարկածը պետք չի խախտել։ Նախ նորից էլի Սիվիկի պատվալներում ծնվում են հոդվածներ, տեսանյութեր են, ես չգիտեմ, ձայնագրություններ են, ես էլ որ երրորդ անգամ կեղծիք ու սուտ են բանանում, այդ ո՞նց է լինում, որ ուրեմն մենք տեղյակ չենք լինում ու պարզվում է, որ ինչ որ մի հրապարակում, որը որ հուշ գաղտնի է, եւ պետք է որ Սիվիկի ձեռնգած չլի, Սիվիկը հրապարակում է, ո՞նց է լինում այդ։ Ո՞նց է լինում։ Այսինքն պարզ չի, որ այս պլանը, այս ծրագիրը գծվել է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող խունտայի կողմից։ Ինչին են նախապատրաստվում։ Ես կրկնում եմ, այս մարդկանց ծրագրերը ավելի քան պարզ են։ Մարդը մեկ օր առաջ կանչում էր ինչ որ բաներ, չէ՞ ուզում ցույց տա ինչ անի սեռաշեղված մարդը։ Այսինքն պատրաստվում է եկեղեցու դեմ աննախադեպ հարձակման։ Ասում է խմբեր ձևավորեք, բրոնեժիլետ կասկա վերցրեք, եկեք հարձակվեք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վրա։ Լույսը չբացված, 6-ին առավոտը ժամը 6-ին մարդը գրառում է անում, օրվա մեջ 10 անգամ գրառում է անում, երկիր այս վիճակով, ճգնաժամի մեջ, 1000 հատ արհավիր կա, այս մարդու մի բան է հետաքրում, ով հետա քնում, ով հետա վերկենում, ով ինչ սեռական կողմնորոշում ունի, այսինքն դուք պատկերացնում եք մարդը ինչքան պետք է անդարդ լինի, ինչքան պետք է պարապ լինի, որ օրը 15-հատ ստատուս գրի։ Ինքն էլ այդ 15 եկեղեցու հետևորդը Facebook-ում տես ստատուսներ ա գրում։ Ասում եմ մաքրվի եկեղեցի։ Որ երբ է դարել բանի եկեղեցու հետևորդ։ Մի հատ պատարագի չեք տեսել, մի հատ հաղորդություն չի ստացել, մի հատ պակ չի պահել։ Աստված հեռու պահի նման հետևորդներից։ Աստված մի արած թե նման հետևորդներ ունենա, ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Դա աղանդավորների բնորոշ վարվելակերպ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը հավատացյալ եք, համոզված եղեք, ԿՊ 99%-ը հիմի ծնկաչող աղոթք էին անում։ Այնինչ այդ մարդիկ ասում են, մենք կապ չունենք հայ-առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Բազմիցս են դրա մասին հայտարարել, ասել են մենք աթեիստ ենք, մենք կապ չունենք ու նման բառապաշարով։ Դուք տեսեք ազգային ժողովում ինչ բառապաշար է օգտագործվում եկեղեցու նկատմամբ, սրբազան հայրերի նկատմամբ, առհասարակ եկեղեցի ինստիտուտի նկատմամբ։ Այս մարդը առանձին մարդկանց չի թիրախավորում, այս մարդը ինստիտուտն է թիրախավորում, ու իր այդ սինխրոն գործում է Ալաշուկուր Փաշազադեն, Ադրբեջանի հոգևոր հովիվը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը սինխրոն նույն բառապաշարով, նույն բովանդակության տեքստերով, նա ասում է, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, Նիկոլը ժամը 6-ին
ստատուսագրում, որ ասում է եկեղեցին զբաղվում է քաղաքականության։ Դրեք իրար կողքի, մեկիկ նման, մեկիկ իրար տեքստերը համապատասխան։ Սա մեր հայրենակիցներին մտորելու տեղից չի տալիս։ Ալիաշուքուր Փաշազադեն ուրեմն հարցականի տակ է դնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դերն ու հեղինակությունը, իրանք հարցականի տակ են դնում դրա դերն ու նշանակությունը։ Չուլանացման գործընթացի մասին է ասում, իրենց պատասխանատվության տակ կան հարյուրավոր եկեղեցիներ, որոնք որ պատկանում են մշակույթի վարչությանը, ԿԳՄՍ նախարարությանը։ Այդ եկեղեցիները մի հատ քարի վրա չեն դրել։ Խոսում են ուրիշ բաների մասին։ Սա մաքուր քաղաքական գործ է, ծայրից ծայր կեղծիք է, ապա տեղեկատվություն է, եւ ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվեք այդ սադրանքներին։ Սա թուրք-ադրբեջանական ծրագրի մասակազմում, սիրելի հայրենակիցներ ջան, որևէ մի կեղծիքի չհավատաք, հավատացեք ձեր խղճին, բարոյականությանը, պաշտպանեք հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Բրավո։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել վեհարանը ազատելու հետ կապված խումբ ձևավորելու, տեսակետներ են հնչում, որ հենց այս խումբը ձևավորվել է եւ այս գործողությունները։ Դուք իսում եք այդ տեսակետը, որ արդեն իսկ այս ձևով են Այդ խումբը 2 օր առաջ ես իմացա, որ ինչ-որ մարդկանցից խմբեր են կազմվել արդեն, իրենց պատգամավորը եթերի ժամանակ ասեց, որ ինչ-որ մարդկանցից խմբեր են ստեղծվել։ Այդ խմբերին պետք է խորանալ, ինչ խմբեր են ստեղծվել, ինչ արշավանախապատրաստվում, ինչ գործիքակազմ են կիրառելու, այդ ճանապարհին են մարդիկ, որոնք խոչընդոտ են հանդիսանալու, այդ մարդկանց ուզում արանքից հանել։ Եկեղեցին քանդել, թուրքերին, ադրբեջանցիներին հրավիրել Արևմտյան Ադրբեջան։ Վեհարանը ազատելու առաջին քայլը։